Հանուն հոր եւ որդվո եւ օգվին սրբո ամեն։ Փարիլուս ցեզի սիրելի փոքրիկներ եւ բադանիներ, Հիսուս հայրիկի օրտնյալ զավակներ, ինչպես եք այսօր։ Հույսով որ ամեն կտալ ողջ, առողջ եւ բարձր դրամատրության մեջ եք։ Վաղը հայաստանյա ցարակելական մեր սուրբ եկեղեցին պիտի հիշադակե եւ դոնախմբե հրեշտակներուն եւ հրեշտակաբետներուն դոնը։ Սուրբ Գաբրիել հրեշտակաբեդի, Սուրբ Միքայել հրեշտակաբեդի եւ երկնքի մեջ գտնվող անթիվ անհամար հրեշտակներուն հիշադակը։ Գիտեք որ հրեշտակները Աստուծո գողմե ստեղծված առաջին էակներն են, անոնք հոգի են, մարմին չունին մեզի պես, անորամար մեր այս աչքերուն անոնք չեն երևիր, բայց հրեշտակները մեզի գտեսնեն եւ ամեն օր գոքնեն մեզի, որբեսի մեզ առաջնորդեն, շիդակ ուղիղ ճամփաներեն առաջնորդեն եւ մեզ հասցնեն երկինք։ Եվ ամեն մեկ զավակ, ամեն մեկ երեխա, որ գծնի այս աշխարհին մեջ, Աստուծո գողմե իրեն համար բահաբան հրեշտակը գունենա։ Գգարտանք Սուրբ Գիրքի մեջ թե ինչպես օրը, երբ աշակերտները Հիսուսին հարցուցին, թե մեզ մե ով է մեծը երկնքի արքայության մեջ, Հիսուս փոքրիկ մանուկ մարավ իրենց մեջտեղը գանքրեցուց եւ իր աշակերտներուն ասավ. վստահ գիտեք, որ եթե չփոխվիք եւ մանուկներու պես չլաք, երկնքի արքայություն պիտի չմտնեք։ Արդ, ով որ իր անձը այս մանուկին պես կխոնարեցնե, անիգա է մեծը երկնքի արքայության մեջ, եւ ով որ այսպիսի մանուկը իմ անունովս կընդունի, զիս ընդունած կլա։ Եվ ապա Հիսուս գոչ ուղեց մարդոց, որ չլա որ մանուկներուն քայթակեցնեն եւ ովև մեկ ցևով փոքրիկներեն ովևէ մեկը սխալ ջամփու առաջնորդեն։ Եվ Հիսուս ավելցուց. «Ասկուշ մի արհամարեք այս փոքրիկներեն մեկը, գիտեք որ անոնց հրեշտակները երկնքի մեջ միշտ կտեսնեն իմ երկնավոր հայրս»։ Ուրեմն սիրելի փոքրիկներ եւ բադանիներ, դուք ամեն մեկդ, մենք ամեն մեկս մեր ծնած օրեն Աստուծո գողմե մեզի դրված բահաբան հրեշտակ ունենք։ Ինչ կնշանակե բահաբան հրեշտակ? Բահաբան հրեշտակ կնշանակե ան, որ քիշեր ու ցերեկ մեզի հետ է, մեր լավակույն ընկերագիցն է, երբեք մեզ առանցին չի թողեր, երբեք մեր վրա չի ծիծաղիր, մեր դգարություններուն վրա չի խնդար, այլ ընդհակառակը գոքնե մեզի, որ մենք զորանանք, որ մենք շիդակ ջամփաներու մեջ ենք անենք։ Միշտ ծեր ծնողները ցեզի ասած են, չէ, որ ծեր աջ ուսին վրա բարի հրեշտակ նստած է, իսկ ցախ ուսին վրա չար սատանային գողմե չար հրեշտակը։ Որովհետև երբ որ չարիք միտենենք, երբ որ սուտ պիտի խոսենք, երբ որ սխալ ջամփաներ միտենք, երբ որ պիտի կողնանք, այս բոլորը չար հրեշտակն է, որ մեզի գմղե, որ այդ բոլորը անենք։ Մինչդեռ բարի հրեշտակը մեզի միշտ բարի խորհուրդներ կուտա, միշտ մեզի բարին կխոսի եւ գսե մի աներ, Աստված բաբային սիրտը գծածրես, այս սխալը մի գործեր, Հիսուս կնեղանա եւ միշտ մեզի շիդակ ջամփաներուն մեջ են առաջնորդե։ Հետևաբար, դուք սիրելի փոքրիկներ եւ բադաններ, ամեն անգամ գրնակ ծեր աղոթքի մեջ շնորհակալություն այտնել ծեր բահաբան հրեշտակին եւ ասել. բահաբան հրեշտակ, շնորհակալ եմ, որ միշտ իմ վրաս կհսկես, թեև հիմա ես քեզի չեմ տեսներ, բայց դու միշտ ինձ կտեսնես, օրը երբ զիս երկինք հասցնես, քեզ թեմ արդեն պիտի տեսնեմ եւ իմ շնորհակալությունս պիտի հայտնեմ։ Բահաբան հրեշտակները սիրելիներ չար սատանային թեմ կպայքարին։ Միքայել հրեշտակաբեդը Սուրբ Գիրքի մեջ կտեսնենք, որ միշտ
սադանային թեմ եւ անոր արփանիակներուն, անոր չար ռեշտակներուն թեմ կբայքարին, որբեսի անոնք մեզ չվախցնեն եւ սխալ ջամփաներու մեջ չարաչնորդեն։ Իսկ Գաբրիելը ռեշտակաբեդը մեր աղոթները Աստուծո կփարսացնե։ Մենք նոր գդագարանի մեջ մանավանդ շատ կտեսնենք, թե ինչպես Գաբրիելը ռեշտակաբեդը երկինքեն երգիր իջավ, Աստվածամոր երևցավ Սուրբ Մարիամի եւ ասավ՝ «Պիտի հղանաս եւ աշխարհ պիտի ծնես Աստուծո որդին Հիսուս Քրիստոսը»։ Գաբրիելը ռեշտակաբեդն էր, որ եկավ հայր Հովսեփի մոտ եւ ասավ, որ մի վախնար Մարիամը քեզի գին առնելու, որովհետեւ անգետ ծնածը Աստուծո որդին է։ Նույն Գաբրիելը ռեշտակաբեդն է, որ եկավ Զաքարիա Մարգարեին, Զաքարիա Հովանես Մգրդիչի հորը քահանային եւ ասավ, որ քու գինդ Եղիսաբեթ պիտի հղանա եւ զավակ պիտի ծնի։ Եվ իսկապես Գաբրիել ռեշտակաբեդին ըսածին պես եղավ։ Գաբրիել ռեշտակաբեդն էր, որ Հիսուսի ծննդյան ժամանակ երկինքեն եկավ հովիվներու մոտ եւ ավետեց անոնց ասելով. «Ուրախություն մեծ ցեզի, որովհետեւ այսօր ծեր փրկիչը ծնավ Բեթղեհեմ քաղաքի մեջ»։ Ահա գտեսնեք, սիրելի փոքրիկներ եւ բադայներ, որ ռեշտակաբեդ Գաբրիելը միշտ երկրի վրա բարի լուր կբերե։ Հրեշտակն էր Պետրոս Արաքյալի, որ երբ փանդարգված էր Պետրոս Արաքյալը, իր շղթաները կագեց եւ զինք փանդեն դուրս առաջնորդեց փանդին թրները փանալով։ Ահա հրեշտակները միշտ մեզի հետ են։ Եթե սիրելիներ ծեր թասերը սորվածադենը քնություն ունիք կամ ոյ մեկ ծևով պետք է ելեք բատմեք ծեր ուսուցիչին թիմած ծեր տասը եւ հանգարց մորցակ, ծեր հեշտագին խնդրեցեք, որ հիշեցնե ցեզի։ Եթե ջամփա ելեք, խնդրեցեք ծեր հեշտագեն, որ միշտ ջանաբարուրտագիցը լա ցեզի, որբեսի ջամփան ոյ մեկ փորձանքի չհանդիպիկ, որովհետև 91-րդ Սամոսի մեջ կգարտանք, թե Աստված իր հեշտակներուն բադվիրած է, որ մեզ իրենց թևերուն վրա առնեն, որբեսի մեր ոտքը քարին չզառնվի։ Ահա վասիկ, սիրելի փոքրիկներ եւ բադանիներ, միշտ հիշեցեք, որ հեշտակները մեր Բահաբան հեշտակը եւ բազմաթիվ հեշտակներ միշտ մեզ գարաչնորդեն թեպի երկինք, թեպի Հիսուս հայրիկը, որբեսի մենք Աստուծո խոսքերը կործատրենք, Աստուծո բադվիրանները կործատրենք, որբեսի մենք իրար սիրենք, որբեսի մենք չմոռնանք Աստուծո խոսքերը եւ հաջողություն գտնենք մեր կյանքի մեջ։ Ուստի եկեք մեր Բահաբան հրեշտակին ասենք. Բահաբան հրեշտակ, շնորհակալ եմ քեզի։ Զիս առաջնորդե թեպի բարի ջամփաներու մեջ են, թեպի երկինք։ Սիրելի փոքրիկներ եւ բադանիներ, նաեւ երկրի վրա Աստված բաբան ցեզի հրեշտակներ տված է, որ տեսնեք, այդ հրեշտակները ծեր ծնողներն են, ծեր մայրիկն է, ծեր հայրիկն է, որոնք մշտապես կհսկեն ծեր վրա, որբեսի ցեզ առաջնորդեն թեպի բարին։ Նաեւ Աստված բազմաթիվ ուրիշ հրեշտականման մարդիկ ստեղծած է ծեր կյանքի մեջ, ծեր ուսուցիչները, ծեր հոգևոր հայրերը, որոնք ծեր լավը գուզեն եւ գուզեն, որ ծեր կյանքի մեջ միշտ Աստուծո ջամփու մեջ են քալեք, միշտ հաջողություն գտնեք, միշտ ուրախ ըլակ եւ Աստուծո անունը փառավորեք։ Աստված ցեզ արադաբես թողորտնե, ի քաղցր դեսություն մինչև հաջորդ ուրբաթ։ Լավ մնացեք, ողջ մնացեք, առողջ մնացեք եւ Բահաբան ծեր հրեշտակները ցեզ Բահաբանը լան առաջնորդեն թեպի հավիտենական կյանք։ Օրհնյալ եղեք։